Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ռադարտակին հետախուզության ծառայությունը հայտարարել է Եվրամիությունը ագրեսիվորեն ձեռնամուխ եղել Հայաստանից ռուսուղափառ եկեղեցու դուրս մղմանը։ Ըստ հաղորդագրության Երևանի առջև պահանջ է դրվել լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյան հոգևոր կապերը որպես եվրաինտեգրման պարտադիր պայման։ Հաղորդվում է եվրոպացի պաշտոնյաները փորձում են սահմանափակել ռուսական եկեղեցու Երևանյան եւ հայոց թեմի գործունեությունը եւ զրկել այն եկեղեցական գույքից օգտվելու իրավունքից։ Նշվում է նաեւ փորձ է արում արգելափակել թեմի երկխոսությունը հայ առաքելական եկեղեցու եւ այլ տեղական կրոնական կառույցների հետ։ Սախարովան Հայաստանի ԵՄ-ին միանալու եւ միաժամանակ ԵԱՏՄ-ում մնալու քաղաքականությունը համեմատել է ուղևորի հետ, որը ցանկանում է A կետից մեկնել B կետ, սակայն հանկարծ հայտարարում է իրականում ցանկանում է հասնել G կետ։ Նրա խոսքով, եթե նպատակակետը G-ն է, ապա դրա համար գոյություն ունի հստակ եւ քաղաքակիրթ ճանապարհ, որը ենթադրում է նախ հասնել B կետ, ապա շարունակել երթուղին դեպի ցանկալի ուղղություն։ Նա նշել է, նման իրավիճակը այլևս նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ, այլ հակասական քաղաքական մոտեցում։ Նա ընդգծել է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում սպասվող ընտրությունների վերաբերյալ շարադրվել է Վլադիմիր Պուտինի կողմից եւ որևէ փոփոխություն չի կրել։ Սախարովայի խոսքով Հայաստանի քաղաքացիները ունեն հնարավորություն ընտրություն կատարել, հաշվի առնելով երկրի ազգային շահերը, իսկ Ռուսաստանը նրա պնդմամբ երբեք չի գործել ընդդեմ հայ ժողովրդի եւ մշտապես աջակցել է Հայաստանին։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, Հայաստանը կարող է կորցնել սեփական ինքնությունը Եվրամիության անդամակցելու դեպքում։ Նա որպես օրինակ նշել է հայկական կոնյակը միջազգային պայմանավորվածությունների արդյունքում այլևս ներկայացվում է որպես բրենդի։ Վոլոդինի խոսքով ԵՄ-ում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, սակայն նման խոստումներ նախկինում տվել էին նաև Ուկրաինային։ Նա պնդել է հայկական գինին հիմնականում վաճառվում է ռուսական շուկայում եւ հարց է բարձրացրել, ինչ է վաճառելու Հայաստանը եվրոպական շուկաներում։ Վոլոդինը նաև ընդգծել է անհրաժեշտ է տարբերակել Հայաստանի ժողովրդին եւ քաղաքական ղեկավարությանը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, շարունակվում է արցախցիների դիմումների ընդունումը մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու նպատակով։ Դիմումները հիմնականում վերաբերում են Ադրբեջանի կողմից բռնազավթված գույքի, բնակարանների, տների եւ հողամասերի հետ կապված պահանջներին։ Նախաձեռնությունը իրականացվում է մի շարք իրավաբանական եւ իրավապաշտպան կառույցների համագործակցությամբ։ Նրա խոսքով բանակցողները կարող են անվճար կարգով լրացնել համապատասխան դիմումներ եւ ստանալ իրավական աջակցություն։ Նա հայտնել է, արդեն շուրջ 600 դիմում է ուղարկվել ՄԻԵԴ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաղլաթբեկ Մասադիկովը հայտարարել է, շատ դժվար է միաժամանակ լինել ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ում գործող մաքսային եւ տնտեսական կանոնները նախատեսված են միայն միության անդամների համար։ Նա նշել է, հնարավոր չէ նույն ժամանակ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի կլինեն երկու տարբեր ինտեգրացիոն համակարգերի հետ։ Նա ընդգծել է, ընտրությունը կախված է Հայաստանի ժողովրդից եւ ղեկավարությունից։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը չի քննարկվել նախարարների վերջին նիստում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա պահանջել է հերքել մայիսի 28-ի ճեպազրույցում հնչեցրած մի շարք արտահայտություններ, այդ թվում հանցագործ, շպիոն եւ գործակալ ձևակերպումները։ Ծառուկյանը դատարանից պահանջել է 3 միլիոն դրամ որպես վիրավորանքի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։ Բացի այդ պահանջվում է եւս 6 միլիոն դրամ զրպարտության համար։ Գործը քննության է ընդունվել Երևանի քաղաքացիական դատարանում։ Գեղարքունիքում անցկացված քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, Ղարաբաղյան շարժման շարունակությունը իր գնահատման վտանգում էր Հայաստանի պետականությունը։ Նա նշել է, երկար տարիներ ամեն ինչ արել է Ղարաբաղի համար, սակայն եկել է պահ, երբ անհրաժեշտ է եղել փոխել մոտեցումը։ Նրա խոսքով Ղարաբաղ ասելով Հայաստանը կորցրել եւ շարունակում է կորցնել սեփական պետականությունը։ Նա ընդգծել է, հպարտ է այդ մասին բաց խոսելու համար, վարչապետը նաեւ հայտարարել է, Հայաստանի Հանրապետությունը վերադարձրել է Հայաստանի ժողովրդին։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել են, Փաշինյանը դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում։ Նա նաև նշել է, Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատման դեպքում Հայաստանի տնտեսական կորուստները կարող են հասնել 1.5 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել այդ ծավալի կորուստները։ Վերջինս պնդել է, ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել միայն այն ծրագրերը, որոնք բխում են սեփական շահերից։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է, ռուսական շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը կարող է փոխարինվել ադրբեջանականով։ Նրա խոսքով Ադրբեջանն ունի անհրաժեշտ ներուժ արտահանման ծավալները զգալիորեն մեծացնելու համար։ Տիտովը նշել է, Բաքուն կարող է ռուսական շուկային առաջարկել ավելի մեծ քանակի գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը։ Նա նաև ընդգծել է, ադրբեջանական արտադրողները կարող են ընդլայնել արտադրություն ու լոգիստիկ հնարավորությունները։ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել TRIP զարգացման ընկերության ստեղծմանը։ Ըստ ծրագրի նախատեսում է աջակցել երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարների եւ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցմանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, TRIP-ը կարող է արմատապես փոխել Հայաստանի ռազմավարական դիրքը տարածաշրջանում։ Նրա խոսքով նախագիծն ունի ներուժ Հայաստանը վերածելու կարևոր տարածաշրջանային առևտրային կենտրոնի եւ ամրապնդելու Երևանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները։